շնորհակալություն հայտնել լրատվամիջոցներին հումանիտար այս հարցի այս կերպ արձագանքելու համար։ Սիրելի հայ ժողովուրդ, հիշում եք ընտրությունների քարոզարշավի ժամանակ այս շենքում նստած ասում էր մեր գերիները մեզ կհանդուրժեն ևս 2 ամիս եւ մենք կբերենք մեր գերիներին։ Ընդհանուր առաջարկում էր իր աշոտիկին ուղարկել Բաքվի բանտ մեր գերիներին բերելու փոխարեն։ 2023 թվականի դեկտեմբերի 24-ից հետո ոչ մի գերի Հայաստան չի մտել։ Աստորեն այս շենքում նստածը անգամ այս հումանիտար հարցը ծառայեցրեց մարդկանց քվեն գողանալու համար։ Այդտեղ շատ է հնչում, որ նամակներ են ուղարկվել, այո, վերջին ամիսների այս ճնշումը բերեց նրան, որ Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնության բանաձև ընդունելու։ Բայց եկեք ուղիղ նայենք այս ամեն ինչի։ Տասնյակ նամակներ են գրվել միջազգային ամենատարբեր կառույցներին։ Պատասխաններ են ստանում, որ այս շենքում նստածը չի ուզում շոշափել այդ հարցը։ Այս շենքում նստածը գերիների, անհետ կորածների հարցը ծալեն ու իր գրպանն է դրել։ Մենք այսօր ոչ թե պետք է դիմում գրենք իրեն, որովհետև քիչ առաջ մեր բանախոսներից մեկ ասաց դիմում են գրել, այդպիսի դիմումները այո ուղարկվում են արտգործ նախարարություն, այնտեղ ծալվում ու դրվում են իրենց դարակներում, որովհետև այս հարցը այս իշխանության համար Ալիևի հետ փակված է։ Դե չեմ ասում, որ այս իշխանությունը մեծ վախեր ունի գերիների վերադարձից։ Մենք Բաքվի բանտերում չունենք միայն 23 գերի։ Մենք միջազգային մարդու իրավունքի դատարանում ունենք 80 հայց, որոնց տղաները երևարվել են Բաքվում։ Ես անցած օրը երբ որ մենք ՄԱԿ-ի գրասենյակում ակցիա էինք անում, այս շենքի առաջ հավաքվել էին անհետ կորածների ծնողները։ Ունենք հարյուրավոր անհետ կորածներ, որոնց հարցը այս շենքի նստածը մեկ ուղարկում է ԱԱԾ, մեկ ուղարկում է քննչական, մեկ բերում է այստեղ, մեկ խաբում տանում է ազգային ժողով։ Այս մարդկանց արդեն 5 տարի իրենց մատների վրա խաղացնում են։ Դու ով ես, որ անհետ կորածների, որոնց բարձ երևում է տեսանյութով, որոնք գտնվում են Բաքվում, դու այդ մարդկանց հայցերը հետ ուղարկես։ Ով ես դու։ Մենք չպետք է խնդրենք իրենից կամ դիմենք իրեն։ Մենք պետք է պահանջենք, ուղղակի պահանջենք այս հարցը օր առաջ լուծել, որ միջազգային կառույցի դուրն ուզում են գնալ չոքել, որ միջազգային կառույցից ինչ ուզում են խնդրել, ինչպես ուզում են, ինչպես կարող են քվե գողանալու համար խաբել, գնացեք ուրիշներ խաբեք ու մեր տղաներին հետ վերադարձեք։ Ով եք դուք, որ անհետ կորածի ծնողը երբ ինձ ցույց էր տալիս, թե ինչպես է ադրբեջանցի ասկյարը իր տղային գողանում ու տանում կապած, դու որոշես այդ հայցը հետ վերադարձնել։ Ես քանի որ այստեղ լրատվամիջոցները ներկա են, դիմում եմ Սփյուռքի մայրերին, հայ կանանց։ Սիրելի մայրեր, մի պահ պատկերացրեք, որ այստեղ Բաքվի բանտում ոչ թե Ռուբեն Վարդանյանն է, ոչ թե Գոռ Սուջյանն է, ոչ թե մեր անհետ կորած տղաներն են, որոնք ևս Բաքվի բանտում են, այլ պատկերացրեք մի պահ, որ ձեր որդիներն են։ Դուք ձեր գլուխը ինչպես եք դնելու բարձի։ Դուք ամեն հարցում ակտիվ եք գտնվել։ Այս շենքում նստածի գործողությունների արդյունքում դուք այսօր զատվել եք, նեղացել եք, բայց ես հիմա խնդրում եմ ձեզ, համահայկական ալիք բարձրացրեք Սփյուռքի բոլոր գաղթօջախներում։ Այս շենքում նստածը չի կարող միայնակ որոշել, թե Բաքվի բանտերում նստած մեր տղան պիտի վերադառնա, թե չէ։ Մենք պահանջում ենք նաև միջազգային բոլոր կառույցներից վեր դնել քաղաքական իրենց շահերը եւ հումանիտար այս հարցին վերաբերվել զուտ իրավական միջազգային կոնվենցիաներով եւ Բաքուն է ստորագրել այդ կոնվենցիաների տակ եւ Հայաստանը միայն բանաձևը ցունելով մարդկանց խնդիրը չի լուծում։ Խնդրում եմ ձեզ միջազգային կառույցներ, եթե այս շենքից ես միայն պահանջելիք ունեմ, ձեզանից նաև խնդրանք ունեմ։ Բաքվի ստիպեք, պարտադրեք, քաղաքական շահը մի կողմ շպրտեք եւ մեր տղաներին օր առաջ հետ բերեք, որովհետեւ այս շենքում նստածը հիմա արդեն ասում է ես դիմում եմ պաշտպանության նախարարությանը չկրակել, դե չկրակելու հրամանը իր միակ գործողությունն է եւ ասում է ես պատրաստ եմ այդ համաձայնագրի տակ միայնակ ստորագրել, իսկ այդ համաձայնագրում մենք գիտենք, որ ինքը գերիների անհետ կորածների հարցը ընդհանրապես չեզոքացրել է։ Եվս մեկ անգամ դիմում եմ ողջ հայությանը, Սփյուռքում ապրող մայրերի, կանանց, համահայկական ալիք
բարձրացրեք, որովհետև այս հումանիտար հարցը վաղը կարող է յուրաքանչյուրիս դրան առաջ չոքել։